Այսօր մենք բոլորս ինչպես 2000 կամ ավելի տարիներ առաջ Երուսաղեմի բնակչությունը դիմավորեց Քրիստոսին փառքով եւ պատվով, այսօր մենք ամեն մեկս մեր հոգու մեջ ենք դիմավորում այդ նույն Քրիստոսին, բայց մենք պետք է ուշադիր լինենք այս պահին, որպեսզի չնմանվենք այն ժամանակվա Երուսաղեմի բնակիչներին, որովհետև նրանք դիմավորեցին Քրիստոսին, գոչելով, որ փառք Դավթու որդին, փառք եկողին, բայց ընդամենը մի քանի օրեր հետո նրանք բոլորը նույն ձայնով գոչում էին, ասում էին մեղավոր է, խաչը հանեք դրան, սպանեք դրան։ Այսօր նաև մենք օրհնեցինք մանուկներին, որովհետև մանուկներն են, ովքեր որ իրենց հոգու մաքրությամբ պետք է օրինակը դառնան նաև մեծերիս համար։ Մանուկներն են, ովքեր որ այսօր այստեղ կանգնած, այսօր եթե հավատացին, այսօր եթե ընտրեցին Աստծուն, նրանք միշտ կգնան Աստծո ճանապարհով։ Նրանց հոգին մաքուր է, իսկ մաքուր հոգու մեջ դրվածը միշտ էլ ծաղկում է, ինչպես որ ձեռքը բռնած այս դալար ճյուղերը։ Մաքուր հոգու մեջ դրվածը միշտ էլ ուժ է հավաքում, միշտ ունի խորը արմատներ եւ այդ մաքուր հոգու մեջ դրվածը միշտ էլ մնում է այնպիսին, ինչպիսին ինքը կա, կամ էլ ավելի հզոր։ Այդ է պատճառը, որ մեր վեհափառ հայրապետի կողմից արդեն երկար տարիներ է Ծաղկազարդի օրը նաև հաստատված է որպես մանուկների օրհնության օր։ Ես մաղթում եմ, որ այսօրվա այս գեղեցիկ տոնը, լուսավոր տոնը, ուրախ տոնը յուրաքանչյուրիդ համար ոչ թե լինի ընդամենը եկեղեցի գալու եւ տուն ճյուղեր տանելու օր, այլ յուրաքանչյուրիդ համար լինի իրապես Քրիստոսին դիմավորելու օր։ Այսօր ամեն մեկս դիմավորելով Քրիստոսին մեր վրա վերցնում ենք նաև պարտականություն։ Պարտականություն, որ ոչ մի անգամ մենք մեր գիրկը առած Քրիստոսին, դիմավորած Քրիստոսին չենք դուսանի մեզանից, չենք հեռանա նրանից եւ միշտ կլինենք թե մենք իր կողքին եւ թե նա մեր կողքին։ Շնորհավոր թող լինի ձեր բոլորիդ այս գեղեցիկ տոնը, վաղվանից մտնում ենք ավագ շաբաթվա մեջ, վաղվանից սկսում ենք մոտենալ ամեն օր Քրիստոսի հետ միասին սկսում ենք մոտենալ Սուրբ Հարության տոնին եւ մաղթում եմ յուրաքանչյուրիդ եւ մանավանդ պահեցողության մեջ գտնվողներին ուժ եւ կարողություն, որպեսզի ինչպես հարկ է եւ պարտ է ճշմարիտ քրիստոնյային կարողանանք բոլորս միասին դիմավորել Սուրբ Հարության տոնը։ Օրհնյալ եղերոք շնորհացել քո օգուտ, երթայքի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ եւ ընդամենեսյանոց ամեն։